Ucom շատ արագ ինտերնետ սկսած 6000 դրամից։ Բարև ձեզ բարեկամներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում գրական ստուդիան է։ Այս հաղորդումն ուզում եմ սկսել հարցով. Ձեզ ծանոթ է Օսվալդ Շպենգլեր անունը։ Որևէ բան կարդացել եք նրանից։ Եթե ոչ, ապա հիշեցնեմ, որ նա հեղինակն է հռչակավոր Եվրոպայի մայրամուտը գրքի։ Առաջարկում եմ ձեռք բերել այդ գիրքը եւ ընթերցեք, քանի որ մեր առաջիկա թողարկումներից մեկը նվիրել ենք այդ գրքին։ Իսկ առայժմ այն մասին, թե ինչու հիշեցի Օսվալդ Շպենգլեր անունը եւ նրա հռչակավոր գիրքը Եվրոպայի մայրամուտը։ Վերջին օրերին ամբողջ Հայաստանը փոթորկված է սկանդալային Եվրատեսիլի հարցով։ Կարծում եմ նաև այդ փոթորկումներին միացել է նաև հայկական սփյուռքը։ Մարդիկ բողոքում են, մարդիկ դժգոհ են, որ Եվրատեսիլում եւ անարդարություն կա եւ փաստորեն անբարո բարքերի պրոպագանդա։ Անդրադառնալով այդ հարցին, մենք առաջին ու վերջին անգամ պիտի տանք տխրահարչակ հերոսի Կոնչիտա Վյուրստի անունը, մենք նրան այլևս չենք անդրադառնալու։ Մեր խոսքը ավելի վերաբերելու է մեր կեցվածքին, մեր կյանքին, նրան, թե ինչով ենք մենք զբաղված, ինչ կյանքով ենք մենք ապրում։ Արդյոք մեր հեռուստաեթերում չկան թրաշով աղջիկներ։ Արդյոք մեր երգիծական հաղորդումներում չկան հոմոսեքսուալիզմի պրոպագանդա անող ծրագրեր, հեռուստատեսային ծրագրեր։ Արդյոք մենք չենք ծիծաղում այդ հեռուստածրագրերին հետևելով, եւ արդյոք այդ հեռուստածրագրերը չեն դիտում, չեն տեսնում մեր փոքրիկները, չէ՞ որ այն, ինչ որ մենք անում ենք այստեղ, այդ ամեն ինչը տեսնում են բոլորը։ Այսօրվա մեր հաղորդումը մեր պատասխանատվության մասին է։ Առաջարկում եմ այժմ մի հատված դիտել Կարգին հաղորդումից։ Ախպերս, սիրտդ բաբա խմա, մաշնդ ասլա մեղրի էլ չես դիմանը։ Ախպերս, ոչիշ ծավըտ տանեմ, եսա 2 ժամվա ճամպայա մնացել։ Հեսա կասնենք մեղրի, մաշնեն սիրուն ձևով ռաստա մոժնյակ կանենք, ընդել ծանոտ տամոժնիկ ընգերներ կան, ախպեր ջան, կասենք խնդրենք նա թող մաքսամ ենգեն, որ սաղ տղտերը չոտ կիլնի, նատ էլ մաշնդ լավ կլվանք, որ հետ գալուց մաքուր մտնենք կաղաք, ախպերս։ Ախպերս։ Արա ես ինչ են, ալա։ Հլը զադնի տու։ Գոմիկաման։ Արա ես ինչ արա։ Հելը մտի գյուտն ախի անը գոմիկաման։ Գոմիկաման։ Հելը կանի սրանից արդն է։ Օպա ջան, բարեր, օպա ջան։ Ասո բարեր, տաղեկ շան։ Բա հետո ծավուտ տանենք։ Հեչ, ես դաշտամա գնացի մի քիչ գործ արեմ, համել եք ասի պամիդորը ջրեմ մրեմ, բաց մենք իրար չենք ճանչալ, ինչ եք ուզում։ Օպա ջան, մենք ոչ սոված ենք, ոչ կաղցած ենք, ոչ ճամպել ենք կործել, ոչ էլ մոլորվել ենք, ոչ էլ ենք լկտի լակոտներ ենք եկել ենք ուզում ենք կոբրանս կայֆ ավատանենք, այդ տարեքից արդեն հերել ենք, պրոստ ես մի ռոպեա մեզի մի հատ հարց է տանջում, խիա ձեր գյուղի անունը Գոմիկավան։ Գոմիկավան, այդ մեր գեգանն է։ Էլի, խի, էլի։ Հա, խի, էդի չգիտեմ, տաղեկ ջան, էլի սովետի վախվես մեր գեգաննը տենցալ է։ Ոնց, հոպար ջան ստես, աբրմու չգիտես գեղի տան ինչիա Գոմիկավան։ Ինչ ասեմ տղեկ ջան, չգիտեմ։ Արա, էդի կարող է կանի կսիմանա, դրա պապը ես գեղի հերոսն ալ է, հլա սպասի կան գայնց հարցնենք։ Աղջի սակո, հլա է աղբերս։ Հա, գեղան։ Անուշ աղբեր, ես մեր գեղանը կյա Գոմիկավան։ Ես սարմուր կյա Գոմիկավան։ Ես տղեկ ես ենք ամեն։ Եկեք մի վազեց կողեխը մեկ ապեր։ Այմապ ճիշտ ասը, հլա եկեք մեզ։
Այմա քամեք է չես։ Անձնապես ես, ելի բարեկամներ, շատ սիրում եմ դիտել կարգին հաղորդման հաջողված թողարկումները։ Շատ գնահատում եմ մեր տաղանդավոր դերասաններին եւ նրանց խաղը, բայց ինչու անպայման մեր բոլոր հեռուստածրագրերի մեջ համասեռամոլությունը պիտի ներկա լինի։ Ինչու անպայման մենք պիտի մեր երեխաներին ցույց տանք, որ կա ինչ-որ տեղ, թեկուզ անհասկանալի մի վայրում, Գոմիկավան յուղ։ Ինչու պիտի մենք ծիծաղենք հենց այդ թեմաների վրա։ Մեր կյանքում ծիծաղելի, ծաղրելի երևույթները պակասել են, մեր երգիծական, դասական գրականությունը երբևէ անդրադարձել է այդ եղկելի խնդիրներին, երբևէ չի անդրադարձել։ Դիտեք, նայեք մեր դասական գրականությունը, Երվանդոտյան, Հակոբ Պարոնյան, Լերկամսար, դուք երբևէ չեք տեսնի անդրադարձ այդ երևույթներին, իսկ մենք այսօր անդրադառնում ենք, բայց չգիտեմ ինչու, երբ խոսքը գնում է եվրոպական անմաքուր բարքերի մասին, մենք անպայման նայում ենք դեպի հեռուն, մենք ինքներս մեզ չենք տեսնում ու մենք ինքներս մեր պատասխանատվության մասին չենք խոսում։ Ես ձեզ ավելին պիտի ասեմ, այն անառողջ պայքարը իրար վիրավորելով, ինչ որ հաջորդեց Եվրատեսիլին, իրար վիրավորելով ամբողջ մեր Facebook-ը զբաղված է ահա այդ խնդիրներով, անընդհատ քննարկում են այդ հարցը եւ նորից կրկնում եմ, այդ ամենը արվում է փոխադարձ վիրավորանքի պայմաններում։ Նույնիսկ մեր ազգային ժողովի падգամավորներից մեկը Ինգայևանուշ Արշակյանների մասին ասաց, քոքներդ կտրվի, երեխա չունենաք։ Կարծում եմ, որ մենք պիտի որդեգրենք մեկ միասնական տեսակետ, հայեցակերպ բոլոր դժվարին խնդիրներին դիմագրավելու համար, իսկ այս հարցը, սիրելի բարեկամներ, շատ կարևոր է, որտեղ խոսքը գնում է մեր հասարակության բարոյական նկարագրի մասին ու արդից օգտվելով ես ուզում դիմել մեր տաղանդավոր դերասաններին, ովքեր զբաղված են տարբեր հեռուստաընկերություններում երգիծական հաղորդումների մեջ, սիրելի բարեկամներ, դադարեցրեք գովազդը անբարո երևույթների, դա բոլորովին մեզ համար ծիծաղելի չէ։ Առաջարկում եմ երկրորդ տեսանյութը, սիրելի բարեկամներ, այս անգամ կտեսնեք, թե ինչ են անում վիտամին ակումբում։ Իսկ ցանկանակ։ Ես մազրիս կողերը ակուրատնի կդրի բանք կանտով կեսը դզի։ Ինչպեսի օրիգինալ ցանկություն։ Նատուրի չէ։ Ինչպես է զվեր։ Բարվոք, աննը տինչաբը։ Որ ասեմ սմբոկը հավատաս։ Նայած է։ Անունս Կարենա, բայց իմ մտերիմներ ինձ ասում են Կարա։ Կարաձա։ Մի քիչ ուղղակի վռազի մեջ եմ էլի, նես արագի մեջ որ կդրես, ակուրատնի մեջ չենք ընկնի պրովկի մեջ։ Դե նստեմ։ Նստեմ։ Նստի տեսնամ ինչ եմ անում։ Ասիշ գժոտ մազերա։ Ասիշ գժական մազերա, ասիշ մացիրալա ես կմերնեմ։ Լավ նա, նատուրի։ Հա, դաժե ես մացիրալից մի աթում բանք ուզեի։ Լավ ես իչեր ես խոսում, ուստա կարա։ Բան արելի ակուրատնի մեջ կդրի, մեկ էլ բաղթս գծերով զեյթուն։ Լավ ես հասկացա ինչ պետք է անենք։ Ուրեմն նա ինչ ենք անում։ Բակերը ցենց երկար թողում ենք, տակից մանժետ եմ կարում։ Ես ականջիտ ու բակիտ մոտ ես արանքը, առանջվի կոճակներ եմ կարում։ Մեկ էլ գիտես ինչ։ Արի մազերդ, հարթուկ ենք։ Հարթուկ ենք։ Հարթուկ, խիչ ճամարդվել է աջած։ Թազամոդայ այ պնդուկ։ Դելը որ հարթուկ ես գոնե գծով կհարթուկ ես էլի, որտև շլվարս էլ է գծով հարթուկած, նասկիներս է, կոշիկներս է։ Հաղավ, դե մի քիչ պատմի քո մասին ընկույզ։ Դե ես միշտ ուզեցել եմ արվեստին մոտիկ լնեմ,
Դրա համար մեր այս կոշիկի բուտկեն դրել ենք թատերականի դեմը։ Ապրես։ Это էլի ձյաժան։ Լսիլա զվեր։ Էստեիդ մազերը խիչես էպիլյացիանու։ Կարող է գիտես դեմքս կնգավոտա։ Բայց ով տես բան ասեց։ Հեսը կացով կիշտ եմ դեմքիտ։ Էպիլյացիան որն արա, ես նորմալ թելով հանում եմ։ Դո գեժես վերև արև։ Լսիլա, մատ առաջարկ, իսկ ուզես մազրետ խուճուց անենք։ Բայց ոնց։ Նա այսքան տեղը թրաշում ենք, չէ, այս դոշիտ պարտամ խուճուշները շիթիլ ենք անում կյաչալի։ Որ ես իչեր ես խոսում, ես կարգին տղա եմ։ Ոչ, այ որ թողեր ունքերըտ հանեի, այդ ժամանակ նոր կարգին տղա կլինեիր։ Հանա, որը ես կեզի պալի տարի։ Այսինքն։ Դու ես միտիսը կես խոսում, ես կեզի պալի տարի, դու աշկիս բանն ես արայ։ Ինչ։ Գել։ Էդ որնա։ Դե գոլիկ էլի։ Իմ արավ չեմ հասկամ, ես տենց բաների հետ կապ չունեմ։ Դե գամու բոյ էլի։ Ես տենց բաների հետ կապ չունեմ։ Խես ես խոսում, խես վասմիրի տլնում։ Ելի բարեկամներ, ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորն է Յուքոմ ընկերությունը։ Առաջարկում եմ դիտել գովազդը։ Յուքոմ, շատ արագ ինտերնետ սկսած 6000 դրամից։ Դուք դիտեցիք տեսանյութը, սիրելի բարեկամներ, եւ կրկին ուզում եմ, որ մտորեք այն մասին, թե ինչ է կատարվում մեր հոգիների մեջ։ Եկեք Եվրատեսիլի դեմ այլևս չբողոքենք, որովհետեւ հենց ինքներս նախքան Դանիա գնալը, նախքան Եվրատեսիլին մասնակցելը, վաղուց, շատ վաղուց, տարիներ առաջ, նույնիսկ պիտի ասեմ 2 տասնյակ տարիներ, մենք հենց Հայաստանում զբաղվել ենք դրանով։ Այսօր ծիծաղ առաջացնելու համար ոչ թե մեր երգիծաբանները, ժամանակակից երգիծաբանների մասին է խոսքը, ոչ թե մեր երգիծաբանները ստեղծում են հետաքրքիր կոնֆլիկտներ, հետաքրքիր լեզու, հետաքրքիր գեղարվեստական մտածողություն, այլ նրանք նորից գնում են այդ էժանագին ճանապարհով։ Տղա, որ խաղում է աղջկա դեր, թրաշով աղջիկ, անպայման համասարամոլի կերպարանքով էկրանին հայտնված մի որևէ երիտասարդ ու ահագնանում է այդ շարժումը։ Ասելիքս պարզ էր։ Ես ուզում եմ, որ մենք ոչ թե նեղանանք Եվրատեսիլից, այլ նայենք մեր հոգուց ներս, սխալ ենք մենք ապրում, սխալ ենք վարում մեր մշակութային քաղաքականությունը։ Իսկ Եվրատեսիլը միայն վատ արժեքների հավաքածու չէ։ Եվրատեսիլում, հենց վերջին Եվրատեսիլում հնչեցին հրաշալի երգեր, որոնք անպայման արվեստի մարդիկ, գրականության մարդիկ սիրում ու գնահատում են։ Ձեզ համար պատրաստել ենք եւս մի տեսանյութ, որը իմ ամենասիրելի երգն է։ Երգ հիշողության մասին, տխուր երգ, բայց հիանալի կատարում։ Դա Եվրատեսիլում հաղթած ռուսական խումբն է Պյոտր Նալիչի ղեկավարությամբ, որը ձեզ անպայմանորեն կհուզի, որովհետև նա հիշեցնում է մեր մոռացված լուսանկարները, հիշեցնում է մեր անցյալը եւ հուզում է առաջացնում մեր հոգիների մեջ։ Սիրով առաջարկում եմ դիտեք այդ տեսանյութը։ Would you be so
Vailu imen As I'm looking at your photo, what should I do with them? Drop them to the fire. Oh yes, yes, I'm gonna burn them now, 'cause I have to forget you now is all of those kisses and sweet embraces. Here am I, lost and forgotten for this cruel, cruel time when I first time in love. Now that is why I say, Lord of mercy, and I hope now that you hear me. Oh, Մոռացիր օտար բարքերը, իմ հայ ժողովուրդ։ Մոռացիր այն, ինչ որ կատարվում է ուրիշ երկրների մեջ։ Հայաստանի բախտը ոչ միտեղ չի վճռվել եւ ոչ միտեղ չի վճռվելու։ Ինչ որ կատարվելու է մեզ հետ, կատարվելու է այստեղ Հայաստանում։ Ինչ որ լինելու է մեզ հետ, այդ ճակատագրի տերը մենք ենք, բոլոր հայերս, ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի։ Ականջ դիր, իմ ժողովուրդ, քո մեծերին, քո Ալիսիա Կիրակոսյանին, քո Հրաչյա Սարուխանին, քո Ռազմիկ Դավոյանին, Արտավազդ Փերեշյանին, քո Վահան Թամարյանին, Ռաֆայել Նահապետյանին, Արմեն Մարտիրոսյանին, քո Արթուր Մեշչյանին։ Իսկ եթե դուք լսեք Արթուր Մեշչյանի երգերը, ապա նա ձեզ կասի. դու զարկդ պահիր, հայ ժողովուրդ, ապագայի համար։ Ես շատ սիրում եմ մեր կողքին այսօր ապրող այդ զարմանալի վսեմ արվեստագետին, Արթուր Մեշչյանին։ Եվ քանի որ ես ոչ մի հեռուստաընկերությամբ չեմ տեսնում ծրագրված մշակութային քաղաքականություն, ու քանի որ ոչ միտեղ մեր ժողովուրդը չի կարող տեսնել, որ երաժշտության նկատմամբ կա հոգատար վերաբերմունք, մեր գրական ստուդիան կփորձի այդ բացը լրացնել իր հնարավորությունների սահմաններում։ Ես ուզում եմ ձեզ առաջարկել լսել այդ երգը Արթուր Մեշչյանի «Դու զարկդ պահիր»։ Այս երգը մեծ խորհուրդ ունի իր մեջ, այդ զարկը մենք ենք ունենալու, այդ զարկը մենք ենք պահելու եւ այդ զարկի համար մենք պիտի արժանի լինենք այն վաղվա լուսավոր նկարագրին, որ երազել են մեր մեծերը, մեր դասական արվեստի բոլոր մեծությունները։ Ես ուզում եմ հորդորել իմ ժողովրդին, որ մենք անցյալի ժառանգած մեր մաքրությունը ամուր պահենք մեր սրտի մեջ եւ ոչ մի քամի, ոչ մի հողմ չկարողանա սասանել մեր հոգին։ Առաջարկում եմ, որպեսզի դուք դիտեք մեր սիրելի ու մեծ ժամանակակից արվեստագետի, նշանավոր երգահանի, երգչի Արթուր Մեշչյանի երգը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս սիրելի բարեկամներ, մինչ հաջորդ հաղորդում։ Շենքի ցավի մորմոքի միշտ նույն գիշերով սահմանված ես դու բախտի խաղն ես մի դաժան վարգյան անցիպած ճակատ հայացքը թերու արևծվածային այս կյանքի բեմին այսօր անսիճող խուլ լռության մեջ
վաղը դու սակայն կհասնես լույսին, եթե չկորչես տափաստաններում ու դառնաս անտեր, մեռածույսերի մարած հավատքի դու պահակը չես սարգերեզմանի, սալոք փորձության քունն է որ կանցնի միայն թե բեմի լույսը չմարի։ Շորս կողմալեգոց սպառնալիք վայրի մինչ կսողոսկի քո քայլերի տակ դու գիտես ժպտալ նյարդերդ կապիր որ չթուլանաս նախիվի առաջ սա է քո ճամփան բեռն համբերության կիսամեր չորցած արմատիչ չես դու թող քեզ հարվածեն մի պացնցան դու զարկդ պահիր գալիք մարտերին Unahir heru Եվ մեկ էլ զգուշ լսիր քո կրծքի խռովքի մեղմիկ սանգերը թակուն որ քեզ կկանչեն քո մեծ երազի ժայթ կողնյարդերի հարվածին հոսում Ազատության դռանը կապված շանը կարծակեն պահակները քո և գոնե մեկ օր գոնե մեկ վայրկյան դարձիր մարդկության մասնիկ անհոգ դու դեռ կքայլես լուրումուշ օտար և որսից փրկված մի գազանի պես գորշ հայացքների պատնեշի միջով ոտքի տակ ոչինչ երկնքում ցանցել Եվ աղոտույսը Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վայրկյան Քո ուսից կծիր բեռն հիշողության Երկինք նայելիս լույսով ողողված Եվ էլ մի կանչի Ուր էիր աստված Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վայրկյան Քո ուսից կծիր բեռն հիշողության Երկինք նայելիս լույսով ողողված Եվ էլ մի կանչիր Ուր էիր աստված Yukon շատ արագ ինտերնետ սկսած 6000 դրամից